Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում, մենք վստահ ենք, որ դուք ուրախ եք, մենք եւս ուրախ ենք այս օպտիկական սարքից այն կողմ ձեր ժպիտները տեսնել, վստահ եմ, որ յուրաքանչյուրդ մեկ գավաթ տակ սուրճ կամ թեյ եք վերցրել եւ ըմբոշխնելու եք առաջիկա 30 րոպեները։ Այսօր շատ հետաքրքիր քննարկում ենք ունենալու, սակայն մինչ այդ ողջունեմ իմ թանկագին գործընկերոջը, առողջ առավոտ Բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ Բժիշկ Ավետիսյան։ Ինչպե՞ս եք։ Ինչպես միշտ լավ։ Հերթապահությունից հետո չքննած այս անգամ ոչ արդեն կարելի ասել թարմ շատ ուրախ եմ այդ կապակցությամբ Բժիշկ Ամիրյան այսօր եկեք միասին անդրադառնանք հայկական առողջապահական միջազգային էքսպոին քանի որ հաշված օրեր են մնացել եւ հիշեցնենք հեռուստադիտողին որ այս նախագիծը մեկնարկել էր որպես ենթանախագիծ այդ մեծ մեգա ծրագրի Archimedya եւ Venture Global ընկերությունների համատեղ ջանքերով այսօր մասնավորապես անդրադառնանք թե ինչ երիտասարդական ակտիվություններ են ունենալու էքսպոյի շրջանակներում այս կապակցությամբ սիրելի հեռուստադիտող հյուրընկալել ենք էքսպոյի երիտասարդական նախագծերի համակարգող բժիշկ Տիգրան Օգանեսյանին առողջ առավոտ բժիշկ Օգանեսյան Բարև ձեզ առողջ առավոտ Եվ որպես երիտասարդական ծրագրերի համակարգող խնդրում ենք ներկայացրեք թե երիտասարդները, այսինքն ուսանողները, կլինիկական օրդինատորները, fellowship-ի ծրագրի մասնակցողները, նորավար բժիշկները առհասարակ եւ ոչ միայն բժիշկները, ընդհանրապես երիտասարդությունը էքսպոյի օրերի նոյեմբերի 27-ից 30-ը ինչ հետաքրքիր գիտական եւ ընդհանուր առմամբ կրթական նախագծերի կարող է մասնակցել։ Դե առաջինը կրկին շնորհակալություն ինձ հրավիրելու համար, բայց դուք նաև չնշեցիք, որ ցավի օրերն են նաև ընթանում էքսպոյի ընթացքում, դա մեծ ՇՄԶ ակրեդիտավորված լուրջ ամենամեծ երևի կոնգրեսներից է այս վերջի մի քանի տարիների ընթացքում բժշկական կոնգրեսներից եւ որին զուգահեռ տեղի ունենում բազմաթիվ ավելի փոքր, բայց կարևոր ակտիվություններ, որոնցից մեկը օրինակի համար պոստերների ներկայացությունն է, դա այդ գիտական հոդված ունեցող, թե արտասահմանցի ուսանողները արդեն տասնյակ հոգի դիմել է, ուղարկել են իրանց աշխատանքները, որոշները նույնիսկ գալու են հատուկ այդ էքսպոյի համար ներկայացնելու։ Մեր բժիշկները, օրդինատորները, ուսանողները իրանք էլ կարող են ներկայացնել, մենք հղումները կրկին կթարմացնենք, որպեսզի իրանք կարողանան իրանց գիտական աշխատանքները ներկայացնեն։ Բացի դրանից լինելու են որոշ այլ ավելի փոքր կոնգրեսներ, կոնֆերանսներ, ֆորումներ, որոնք որ տարբեր ոչ միայն ցավին, այլ նաև հանրային առողջություն, կանխարգելիչ բժշկություն, թվային բժշկություն եւ այլ շատ տարբեր թեմաներով ներգրավված են լինելու։ Ես շնորհակալ եմ, որ ինձ ուղեցիք։ Ես թերևս կարծում եմ, որ մի քանի անգամ բժիշկ Ամիրյանն ինձ հյուրընկալել է եւ աշխատում եմ արդեն Երևանյան ցավի օրեր նախագծից չխոսել, որպեսզի նաեւ հեռուստադիտողը չձանձրանա։ Սակայն ճիշտ եք նշում, ես մի փոքրիկ շտկող հարց տամ, դուք գուցե ավելի լավ ներկայացնեք, այսինքն абստրակտները, որոնք որ ուղարկվում են, ոչ միայն վերաբերելու են ցավի կոնգրեսին, այլև կարող են նաև վերաբերել ընդհանրապես հանրային առողջապահությանը, բժշկայության տարբեր ուղղություններին։ Տարբեր կլինիկական ուղիներին, կոնկրետ նույն նաև իմ առողջապահական ուսանողական ասոցիացիայից արդեն երեխաները, ուսանողները ուղարկել են, ոնց գիտեք նաև այս ծրագիրը տարածվում է եւ ներգրավված է IFMSA-ի բժիշկ ուսանողների մեծագույն համաշխարհային կառույցի, որտեղից այդ ուսանողներն է տարաբնույթ ծրագրերով օնկոլոգիա լինի, կարդիոլոգիա լինի, խիրուրգիա, ամեն մեկը իր ուղղվածությամբ, իրանց պոստերները այս պայծությամբ արդեն որոշները ուղարկել են, որոշները պատրաստել են։ Շատերին հետաքրքրում է ինչպիսի կառուցվածք է ունենալու դահլիճը, արդյոք Meridian Expo համալիրում, որ ահռելի մեծ է, մենք կարող ենք հեշտ կողմնորոշվել, այսպիսի հարցեր են հնչում, մասնավորապես պոստերների զեկույցները որտեղ են, այսինքն համարակալում կամ տարանշումներով ինչ որ ուղեցույց կա։ Միանշանակ դա ոնց դուք արդեն նշեցիք համատեղ մեծ կառույցներ են ներգրավված նաև ձեր աջակցությամբ մենք էլ ենք ներգրավված այս ամբողջ աշխատանքի մեջ եւ արդեն իսկ բաշխումները կան, լինելու են ոչ միայն ուղղորդող նշաններ, նաև լինելու են կամավորներ, լինելու են աշխատակազմի տարբեր ներկայացուցիչներ, որոնք որ քուշեն, լինելու են բազմաթիվ սեկցիաներ, որտեղ լինելու է նույնիսկ կրթական բլոկ, լինելու է որոշ այլ հատվածներ, որտեղ հեշտ կլինի կողմնորոշվել եւ նաեւ վիզուալ են իրանք տարանջատվելու իրար։ Պոստեր ներկայացումները որ բլոկում են լինելու, որ դահլիճում։
Այդի դուք ինձ բզնցրեցիք, էդի եթե չեմ սխալվում դալիճ ցեն է։ Ճիշտ է, չեք սխալվում։ Երրորդն է դալիճին է։ Պատրաստված է բժիշկով։ Լինելու են բոլոր օրերին այսքան պոստերները, այսքան հատուկ նշված առանձին օր չի լինելու հատկացված պոստեր։ Դե հատուկ նշումներ կլինեն նրանց համար, ովքեր իրեն ժամին կգտնվեն իրենց պոստերի կողքին, ինչպես ամբողջ աշխարհում ընդունված է, եւ ըստ էության մենք կարող ենք թույլ տալ, որ 4 օր շարունակ երևի թե բոլոր աշխատանքները հրապարակված լինեն, ոչ թե ինչ որ մեկը գա, փոկի իրենը լարվի, կարծում եմ, որ բավարար տարածք կտրամադրենք առաջին կոնգրեսն է, առաջին մեծ ակտիվությունն է վերջին տարիների այս ուղղությամբ, հետեւաբար այսպես կգնանք։ Բժիշկ Ամիրյան, դուք հարցեր։ Եվ ինչ ակնկալիքներ ունեք։ Հիմա նշեցիք բժիշկ Օգանեսյան, որ բավականին արդեն ակտիվություն կա, արդյոք դեռ ժամանակը քիչ է մնացել, սուղ է մնացել, բայց արդյոք սպասում եք դեռ նոր ներկայացումներ երիտասարդների կողմից։ Ցավոք ոչ միայն երիտասարդների, ցավոք առողջապահական ոլորտում, կլինիկական ոլորտում դա միշտ ընդունված է, որ սիրում են վերջի պահին թողնել եւ մեկ ընենց մազթալի։ Հայաստանում շեշտենք։ Ես ասեմ հիմնականում հա, բայց մեր հետ աշխատելուց մեր գործընկերները մեկ-մեկ մեզ են նմանվում, մեզ կարծատիպերը մեր մասին իմանալով, ասում են որ դե հայերն են կարելի է ուշանալ, կարելի է բանանել եւ մեկ-մեկ ընենց մարդիկ են, ովքեր թե այդ միջազգային ցանցերում մեզ մեծ աջակցություններ արել են, չես կարող շուտ գաս ասես չէ։ Դրա համար ստիպված մի քիչ հետաձգել ենք, մի քիչ առաջընթաց ենք տվել եւ քանի ուշ չի, ով նաեւ Հայաստանի ուսանողներից, Հայաստանի բժիշկներից ուզում է ներգրավի, լավա դիմեք, որ հետո դուրս չգալ, մենք հենց ձեզ ենք մենակ մեզում սայն ընդունում ենք։ Իսկ նշեցիք միջազգային ակտիվություններ, ուսանողների մասնակցություն, կհիշատակեք մի քանի նախագիծ կամ ծրագիր կամ կազմակերպություն, որոնք արդեն ընդգրկված են էքսպոյում։ Այո, ես ասեմ, նաև այս ձևաչափով վերջերս նաև ես ձեզ առանձին չես հասցրել ասեի, ձեր համար նորություն կլինի, EMCA-ն էլ ամեր այդ վերջերս ցանկ ունեցել, Եվրոպական բժիշկ ուսանողների ասոցիացիան, իրանք էլ իմանալով այս ամեն ինչի մասին, ասել են, բա ինչի Հայաստանը մեր մոտ ներկայացած չի, IFMSA տարբեր երկրներից սկսած օրինակի համար Եգիպտոսից, Ինդոնեզիայից, ավարտած Գերմանիա, Կանադա, տարբեր գեոգրաֆիայի եւ տարբեր ներգրավվածության մազդիկ, նաև լինելու է on-line կոնգրես, նաև լինելու է on-line հատվածը, լինելու են նաև ստարտափների հատվածներ, ցուցահանդեսներ, այսինքն հիմա ես երևի թե մեզ կես ժամը չի հերիքի, ես պետք է թվարկեք, որովհետեւ մարդկանց իրապես հետաքրքիր է, ես կարծեմ թե դուք մի առանձին հանրային առողջապահական լուրջ ակտիվություն ունեք։ Ծրագրերը նախագծերը այնքան շատ են, որ ես ինքս ոչ բոլորն եմ հասցնում տիրապետել, դրա համար էքսպոյում ահռելի մեծ թիմ է աշխատում եւ երիտասարդական նախագծերը դուք եք համակարգում։ Ես կուզեի, որ Bill Armenia-ի կողմից կազմակերպված IBH, ճիշտ եմ հիշում, բացեք հապավումը եւ ներկայացնեք ինչ ենք անելու։ Դա այնքան ենք ձեր գործունեություն ծավալում, որ մոռացա հենց դրա մասին ասեմ, այո, զուգահեռ ոնց ասվեց ցավերի օրերին լինելու են այլ ավելի փոքր դալիճներ, դե չնայած մեր համար, մեր պրոյեկտի համար է փոքր, բայց 200, 300, 400 եւ ավել հոգանոց դալիճներ, որոնցից մեկը լինելու է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համակազմակերպված, մեր ասեն երևի 4 տարին շարունակ ինքը տարին մեկ է տեղի ունենում մեր ասոցիացիայի, մեր ուսանողական ասոցիացիայի մեծագույն միջոցառումն է, տարին մի անգամ տարբեր հյուրերից, այս անգամ նաեւ որոշ հենց հայկական մի քանի նախարարությունից հələ փակագծերը չբացեմ հյուրեր ենք ունենալու ենք պանելային քննարկում հենց կենտրոնացած կանխարգելիչ բժշկությանը IBH-ը ինքը հապամը նշանակում է Impact of Bad Habits, Behavioral Habits on Public Health, այսինքն վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա։ Այդ իսկ պատճառով լինելու է հանրային առողջության տեսակետ, թերապևտիկ տեսակետ, ցավի տեսանկյունից եւ հիմնականը կենտրոնանալու են վնասակար նյութերի ազդեցության եւ ոնց թե ինքներս մեզ, թե մեր շրջապատին զերծ պայենք, հերու պայենք այդ ամեն ինչից եւ նույնիսկ եթե անձը դրան ենթարկվել է, առողջապահական մասնագետները ոնց համատարած պայքար են դրա հետ, ոչ թե մի անձի ուղղվածությամբ։ Այսինքն բժիշկ Օգանեսյան այդ պանելային քննարկումներին կարող են ներկա գտնվել են մարդիկ ում հետաքրքրում է, թե հենց կոնկրետ հիմնական որից է ինչ որ սկզբունքներ կա, որ ըստ դրա, ասենք օրինակ բժիշկը կամ նույն բուժ աշխատողը միջին
բուժաշխատողը հետաքրքրում է նմանատիպ խնդիրների ներկա գտնվել, արդյոք հնարավորություն կունենա ներկա գտնվելու։ Կոնկրետ IBH-ը մենք նախնական գրանցում առանձին չենք դրել, մենք մեր լոկալ միջոցառումները, որոնք որ օրինակի համար ցավի օրը դա արդեն բավական մեծ միջազգային է։ IBH-ը չնայած որ միջազգային բաղադրամասեր միշտ ունեցել է, բայց մենք իրան աշխատել ենք միշտ պահել բաց, միշտ պահել հասանելի եւ հատկապես ՄԱԿ-ի գրասենյակի աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք դա պահպանել այսպես ասած անվճար մասնակցության համար բաց մասնակցության։ Այսինքն սիրելի երիտասարդներ կամ սիրելի ծնողներ, ովքեր որ դիտում են, կարծում ենք ձեր դեռահաս երիտասարդ երեխաները, ձեր մի փոքր ավելի չափած, բայց դեռևս երիտասարդ բարեկամները, ընկերները եւս կարող են գալ, եթե չեմ սխալվում, դահլիճ 9 է, ԵՆ է, հա, 5-րդն է։ Դահլիճը պանելային քննարկումների հիմնական սրահն է եւ նոյեմբերի 27-ին, հենց առաջին օրը պաշտոնական բացումից հետո դուք անմիջապես ժամը 1-ի 2-ի կողմերը կարծեմ մեկնարկում եք, սիրելի երիտասարդներ, դիմում ենք, հստակ հրավիրում ենք ձեզ, մուտքն ազատ է, քանի որ մենք խոսում ենք վատ սովորույթների ազդեցության մասին հանրային առողջության վրա, մենք խոսում ենք սոցիալական մշակույթից, հետեւաբար այդտեղ բժշկական նեղ մասնագիտական գիտելիքներ, անգամ ուսանողի մակարդակում հարկավոր չեն, ավելին սա միջազգային լեզվով ասած open speech է, բաց քննարկում է, բաց դասախոսություն է, նրանց համար ովքեր ուզում են հասկանալ, թե ինչքանով սա կարող է առնչվել ձեզ, կարծում եմ, որ մենք շատ հանգիստ 300 հոգանոց դահլիճը նույնիսկ խնդիր կունենանք երևի թե լցնելու, որովհետև հրավիրում ենք բոլոր մասնակիցներին, բոլոր քաղաքացիներին իրենց երիտասարդներին ուղարկել, դա ծխելու մասին է խոսքը, ալկոհոլի մասին է խոսքը, չենք խոսում չարաշահումների անգամ, ել չեմ ասում մնացած հետաքրքիր սպეციფიկ թեմաների մասին, կենսակերպի խնդիրն է, հա, սպորտով չզբաղվելու եւ այսպես շարունակ կարծում եմ շատ հետաքրքիր ծրագիր կլինի։ Բժիշկ Հովհաննեսյան, նախ ես շնորհակալություն եմ ուզում ձեզ հայտնել, որ դուք կարողացաք, մենք սկսեցինք կոնգրեսի կտորով, պատվիրակելով ձեզ, ինչու, որովհետեւ փորձեցինք միջսերնդային համագործակցության մոդել ցույց տալ, մեծ ծավալի կոնգրես պատվիրակել եւ ես ուզում եմ նշել բժիշկ Ամիրյան, որ Բիլ Արմենիա կազմակերպության թիմում կան ֆանտաստիկ երիտասարդներ, որոնք 50 եւ պլյուս միջազգային սպիկերների հետ ամենօրյա ռեժիմով կապի մեջ են, եւս 50 լոկալ բանախոսների հետ Հայաստանից եւ ոչ միայն բազմաթիվ կտորներով եւ SMM-ի, այսինքն տարատեսակ սոցիալական հարթակներում հրապարակումներով, ակտիվություններով, իրենց էջերով այս կտորով ուժեղ միացել են եւ բանը հասավ նրան, որ մենք հասկացանք, որ կարող ենք արտապատվիրակել եւ ընդգրկել ավելի շատ ծրագրերի մեջ, հետեւաբար Բժիշկ Հովհաննեսյանը դարձավ ընդհանուր էքսպոյի երիտասարդական թիմի համակարգող եւ այստեղ է որ նաեւ կուզեմ մի հարց հղել որպես երիտասարդ։ Ես չունեմ առողջապահական էքսպոյի մասնակցության մշակույթ, չեմ տեսել կյանքումս առաջին անգամ է, ինչու պետք է ես գամ Մերիդիան եւ արդյոք դա ձանձրալի ինչ որ տեղ չէ, որտեղ բժշկական սարքավորումներ եւ դեղորայք ներմուծող ընկերություններ են կանգնած։ Ինչով է այդ էքսպոն ինձ երիտասարդիս վերաբերում։ Ինչու ես պետք է վեր կենամ գամ ավելին ընկերներիս հետ փորձեմ գալ եւ մի քանի ժամ պատտվեմ այդտեղ, ինչ կտա դա ինձ։ Այ հենց առաջինից սկսենք նրանից ունենակ այդ փորձը, տեսնեք ինչա եւ սա այն ֆանտաստիկ ոնց դուք ասում եք երևույթն է, որը ցավոք հլվոզ նորություն է մեզ համար։ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիա, Դուբայ, այդտեղ է, որ ամենա տենց հեշտ թրիշկ են կատարում մարդիկ, հասարակ երիտասարդ նորավարտից միանգամից լուրջ տեղ է հայտնվում, լուրջ կապեր անենում, այ այստեղ են, որ դե էփվում են նոր գաղափարները, ստեղծվում են նոր կապերը, նոր գործընկերությունները, նոր համագործակցությունները, մեր համար դա սա հլը խորհուրդ է, մեզ պետք է ինչ-որ մեկը զանգի, մեկի հետ ծանոթացնի, բայց մեծ բիզնեսը, մեծ հնարավորությունները հենց այս sense մեծ հարթակներում են բացվում եւ հատկապես երիտասարդների համար ճիշտ հասկանալ ինչ պրոֆեսիոնալ աշխարհ են մտնում, որովհետև ես մասնակցել եմ այլ ոչ բժշկական էքսպոներին, մշակույթը շատ խիստ տարբերվում է ոլորտների մեջ։ Եվ եթե արդյոք ուզում եք կայանալ առողջապահական, որ բազմադից չեն բժիշկ լինել, շատ ֆինանսիստներ կան, շատ իրավաբաններ կան, շատ տարբեր մասնագետներ կան, որոնք որ մեր ոլորտում են աշխատում եւ շատ պայմաններ ու կանոնները չեն հասկանում, բայց որ հասկանալի լինի, պետք է գալ մի հատ պատտվել ամենայն, չէ՞։ Հենց ամենաճիշտ բառը պատտվել եւ էքսպոներն է միշտ պետքա ոտով պատտվել։ Այդ գույմաստով է ճիշտ բան եք ասում դուք։ Ես ուզում եմ նշել, որ Երևանի պետական համալսարանն է բավականին մեծ ակտիվությամբ եւ մեծ թիմով միացել մեզ, մենք
ներկայումս ավարտում ենք մանկավարժական համալսարանի հետ քննարկումները եւ նրանք նույնպես կարող են գալ, որովհետեւ երբ խոսում ենք հանրային առողջապահությունից, հանրային առողջությունից, մենք չենք կարող երիտասարդներին մոռանալ։ Երբ խոսում ենք կանխարգելիչ բժշկությունից, նրանք այն սեգմենտն են, պոպուլյացիայի ընդհանուր հասարակության այն շերտն են, որոնք ըստ էության պետք է համարվեն առողջ։ Մեծամասնությունը դեռևս համարվեն առողջ։ Բացառությունները չենք քննարկում, բայց այստեղից է, որ ֆունդամենտալ մենք երևի տարիների ներդրում պետք է անենք, որպեսզի նրանց մոտ առաջանա այդ ցանկությունը, կան իմանան ինչ է ընտանիքի առողջությունը, կան իմանան ինչ է մեկ առողջությունը, որովհետև երիտասարդից է կախված մենք ունենանք մաքուր քաղաք թե ոչ։ Երիտասարդի վարքագծից ինչ որ բան ուտել, նետելուց, սորտավորված, տեսակավորված աղբից օգտվելուց եւ այսպես շարունակ զանազան թեմաներով մենք քննարկումներ կարող ենք ունենալ։ Ընտանիքի առողջության մասին, առողջ ապրելակերպի մասին, սրանք հաստատ 90 տարեկան մարդկանց չի որ պետք է հետաքրքրեն։ Հենց սիրելի ծնողներ, ավագ դպրոցների դասղեկներ, դպրոցների տնօրեններ, բոլորն ովքեր մեզ հիմա հետևում են, դասախոսներ ընդհանրապես, հայ հասարակություն, Երևանի բնակիչներ, Երևանից դուրս ապրող մարդիկ, մենք ձեզ հրավիրում ենք, կոչ ենք անում, որպեսզի խթանեք երիտասարդներին եւ գան պատտվեն այդ առողջապահական մշակույթի թթվածինը շնչեն մի փոքր, սա կարծում եմ այնտեղ մենք ես հրապարակեմ ունենալ ենք շատ հետաքրքիր ակտիվություններ, հիմա չտամ այդ բրենդերի անունները, որ գովազ չդառնա, բայց մենք այնտեղ այնքան անակնկալներ ունենք, որոնք միտված են առողջ ապրելակերպին, այնպես որ ես կոչ եմ անում, խնդրում եմ որպես համակազմակերպիչ, որ դուք միանաք մեզ, սա հասարակության քաղաքացու համար է, միայն ներմասնագիտական համայնքների համար չէ։ Բժիշկ Ամիրյան, դուք ինչ մտքեր ունեք։ Երիտասարդ էինք մի ժամանակ։ Հիմա էլ ենք երիտասարդ բժիշկ Գավաթիսյան։ Քանի տարեկան եք։ 31։ 31, հա, միջազգային դասական։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունով էլ, եթե չեմ սխալվում, 34 թե 35-ից հետո այլևս երիտասարդ տարիքի օրենսդրության այդ կտորին չեմ տիրապետում, բայց միջազգային գիտական համայնքի տվյալներով, չափորոշիչներով 35-ից հետո մենք արդեն երիտասարդ չենք, իսկ դուք դեռևս համարվում եք երիտասարդներ։ Ինչի գիտեմ, որովհետև մեզ այլևս որևէ կրթական կամ ճամփորդական գրանտ չեն տալիս։ Դրամաշնորհներ չեն տալիս գիտական, համարելով, որ մենք արդեն ենթադրվում է, որ պետք է լինենք ինքնուրույն վաստակով եւ ինքնուրույն ճամփորդող մեր ծախսերը հոգացող։ Բժիշկ Հովհաննիսյան, ես խնդրեմ հավելեք ուրիշ ինչ ակտիվություններ կան երիտասարդների համար։ Ես ասեմ, այդտեղ մենք ներգրավել ենք նաև տազբե ձևաչափի, որը մենք նաև Գյումրիում ենք արել, դուք գիտեք, արեջի բուժօգնության հիմունքները, որտեղ լինելու են տարբեր ստենդեր, ոնց դուք ասում եք չգովազդել, մենք մի քանի երիտասարդական կառույց կա, որոնք որ իրանց գաղափարներն են առաջարկել, ոնց ասցիք անակնկալ ՀԼՄ-նա, որովհետև նոր առաջարկներ են կանտած ստանում պոտենցիալ մեր գործընկերների եւ չեմ ուզում փակագծերը բացեմ։ Լինելու են lounge զոնաներ, լինելու են որոշ networking զոնաներ, լինելու են նոր փոխանակային ծրագրերի ոնց որ ասցիք ճամփորդելը միջազգային ծրագրերի հետ իրազեկվելու եւ յուրահատուկ ձևաչափով գրանցվելու ազդոնեություններ ստանալով գրանցվելու ձևաչափեր, զեղչային ձևաչափեր։ Ես շատ երկար կարող եմ զրուցեմ, բայց դե ես մի խորամանկ հարց տամ։ Ես ուսանողս կամ կլինիկական օրդինատորս, արդյոք կարող եմ համարվել հավասար գործընկեր ավարտած կայացած բժիշկների, պրոֆեսորների կողքին եւ որտեղ ես ինձ պետք է իրացնեմ, օրինակ բժիշկների համար հատուկ զոնա կա։ Այո, բայց հարցը հենց դրանում է, որ նույն որոշ ծրագրերից մեկը, որ այս էքսպոյի հետ կապված է սկսվում, թեման չբացեմ, բայց մի քանի գիտական աշխատանք ենք մենք սկսում շուտով, որոնք որ հենց ուսանողները պետքա տպագրվողների ցուցակում լինեն հավասար բժիշկների հետ եւ նույն այդ զոնաներն որ ասում եք բժիշկ ուսանողը իրանք բոլորը համարվում են այդ lounge զոնաներին հասանելիություն պիտի ունենան նայած ձևաչափին, նայած իրանց ժամանակին այցելելու, եթե տեղ չլինի կարող է չկարողանա։ Այսինքն ես կարող եմ դրսից գալ, ուղակի գրանցվել, մտնել ներս, լինելով ուսանող եւ գնալ եւ լիիրավ շփվել հավասարը հավասարին բոլոր բժիշկների հետ, որտեղ մասնավորապես բացի գիտխորհրդի այդ ներողություն գիտաժողովի կամ ինչ որ կոնգրեսի եւ մյուս կտորներում, որտեղ ես պետք է ինձ իրացնեմ։ Մենք հստակ ունեինք նաեւ զոնա G-ներ, թե F-ներ, G-ներ ոնց որ դե առանձին զոնա գոյություն ունի հատուկ հենց networking-ի համար, այսինքն մենք իրան դե ուսանողներով անունը դրեցինք chill zone, բայց
ինձ թվում է դա ուսանողների համար, բժիշկների համար դա կլինի հանգստի networking-ի զոնա, այդ chill zone-ը, որ դե առանց այդ վազքի, շարժի, բանի ավելի մի քիչ առանձնացած, բայց միևնույնն է տեսանելի հատված կլինի, բաց մուտքով, որ դե մարդիկ կարողանան թե այդ շարժից մի քիչ հանգստանան, ոտերն է հանգստացնեն, նստեն, նաև նոր մարդկանց հետ ծանոթանալ, որովհետև այս միջոցառումների ամենամեծ խնդիրը նրանում է, որ կարող մտնես ու 5 հոգի քո հետ զուգահեռ մտնի, դուք իրար նույնիսկ չհանդիպեք 4 օրվա մեջ այդտեղ, այտենց դեպքեր եղել են իմ մոտ միջազգային կոնգրեսների եւ ֆորումների ժամանակ, որ վերջի օրն ես նոր տեսնում, ասում ես բա դու ես այստեղ սպասում է ամեն օրը տեղ եք։ Տենց որ հատուկ զոնաներ կա, առանձին զոնա կա միջազգային ասոցիացիաներին տրամադրված, առանձին զոնա կա հենց B2B, որը արդեն ուսանողներ կան, որոնք ստարտափ ունեն, ինչ որ պրոյեկտներ ունեն, կարող է իրանց B2B, business to business զոնան հետաքրքրի, ես դրա համար չգիտեմ ինչ կան եք նախորդ հաղորդմանը պատմել, շատ ես գազ կարող եմ պատմեմ ինչ զոնաներ է հատկացված, ինչ նոր գործընկերներ կան, որոնք այդքան է առողջապահական չեն, բայց ինչ որ բան ունեն առաջարկելու առողջապահությանը հետաքրքիր։ Ես հիմա չգիտեմ, որ փակագիծը կարող եմ բացեմ, որը ոչ։ Բոլոր փակագծերը արտոնված եք բաց անել։ Ես մի հետաքրքիր միտք կիսեմ, երկու տիպի մարդիկ են լինում, ովքեր որ սիրում են networking անել եւ երկրորդ կտորը որ չեն սիրում, երկրորդ խումբը։ Առաջինները միջազգային տերմինաբանության մեջ ընդունված է ասել, որ իրենք իրենց բաբլի ներսում են մնում։ Բաբլը տվյալ դեպքում փուչիկ չի, այդքան ավելի շատ այդ պատիճն է, որի ներսում նրանք գիտական համայնքն են, օրինակ ես նեյրոֆիզիոլոգ եմ, ես բացառապես նեյրոֆիզիոլոգների եւ նեյրոբիոլոգների հետ եմ հետաքրքրություն գտնում, բայց կա օրինակ մի նեյրոֆիզիոլոգ, որ սիրում է ուրիշ բաբլների հետ, ենթադրենք իրավաբանների կամ ասենք քաղաքապաշտպանության ինչ որ ջոկատի հետ, ինչ որ տարբեր, ամենատարբեր։ Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ թույլ կապերը ձևավորող այդ նետվորքերը, այդ նեյրոֆիզիոլոգն է, որ այս համայնքին կապում է մյուս համայնքի հետ, ես ինձ համարում եմ այդ համայնքին, եթե գլոբալ առողջապահության օրինակով խոսենք, ոչ նյարդաբանության, ոչ ցավի բժշկության, միշտ սիրել եմ օրինակ մարդկային ռեսուրսների, մասնագետների հետ, կառավարման մասնագետների հետ, իրավաբանների հետ, սպորտսմենների հետ, ամենատարբեր խմբերի հետ եւ այս էքսպոն իրականում շատ մեծ բաբլ է, բաբլների այսպես համախումբ է, որտեղ մենք կարող ենք մի պահ մեզ թույլ տալ մեր փուչիկից դուրս գալ, մեր համայնքից, մեր սահմանից դուրս գալ եւ գտնել նոր արդյունավետ կապեր։ Եվ ուզում եմ որպես ամփոփում ձեզ խոսք տալ ինչ ուղերձ ունեք երիտասարդներին եւ բժշկական համալսարանից եւ այլ բժշկական ուրեմն պետական կրթական հաստատություններից եւ ոչ բժշկական ոլորտի ուսանողներին եւ երիտասարդներին ինչ կոչ ունեք որպես այս մեծ նախագծի երիտասարդական թևի համակարգող։ Երկու բան ասեմ, որ այս ծրագիրից էլ դուրս միշտ ձեր ավակ ընկերներին շնորհակալ եղեք, ոնց ես ձեզ եւ մեզ կապող իմ ավակ ընկերոջը դուք գիտեք մեզ ով է կապել։ Ես կնշեմ Հովհաննես Հովհաննիսյան։ Ես չէ ուզում ասել, ինքը իրան պարտավոր չզգա։ Մեր ջերմ ողջույնները ձեզ։ Ջերմ ողջույններս։ Հա, մենք նաեւ ինքն էլ լինելու այդ էքսպոին, ես դրա համար եմ ասում, որ բայց հիմնական ուղերձս նրանում է, որ ոնց մենք ուսանողական ասոցիացիանով տարիներ շարունակ կրկնում ենք, որ ամեն փոխանակային ծրագիրը, միջազգային ծրագիրը, բեմ հելնել, ելույթ ունենալը, զեկույց տրամադրելը, դա միշտ առաջի անգամ է լինում, պետք է գալ, պետք է փորձել, պետք է առաջի քայլը անել։ Այստեղ ոնց որ դուք եւ մնացած մեծ գործընկերները ամենամեծ եւ ծանր քայլը արել եք։ Այս հաստակը ստեղծել եք։ Ընդամենը պետք է մարդկանց գալ, հատկապես որ այդ էքսպոնը անվճար է մտնելը, մուտքը անվճար է։ Ուսանողների համար հիմա անվճար շատ քիչ բան կա։ Նոր է Հայաստանում դա ստեղծում։ Իսկ հիմա մի մեծ հաստակ կա ու շատ հաճախ ինձ զանգում են, ասում են, «Էս լավ ուսանող կա, կարող ես այս բժիշկի հետ ծանոթացնես»։ Եկեք ծանոթացեք, եկեք, բոլորը այդտեղ են լինելու, ծանոթացեք, շփվեք եւ տեսեք, նաեւ լինելու են որոշ գործատուներ, դա էլ չասեցինք, որ շատերը ինձ ասում են, որ դե կարող ես խոզ տաս ինձ գործի վերցնեն, եկեք գործատուներ։ Հենց էքսպո շրջանակներում շատ դրական ծանոթությունից հետո, այո, հետաքրքիր շարունակություն։ Արժի ասեմ, չասեմ, բայց եթե ասեք բացել արժի, բացեմ։ Բժիշկ Ամիրյան, դուք եք երիտասարդ եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային գիտական դուք լինելու եւ արտաքին տեսքով կարծում եմ բժշկացիան։ Շատ լավն էր։ Սիրելի հերոստադիտող, ամփոփելով այս հաղորդումը, այս առողջ առավոտը հերթական նշենք, որ իսկապես
Սպասում է շատ մեծ էքսպո, շատ մեծ ցուցահանդես, որը մենք մեզ թույլ ենք տալիս երբեմն կոչել նաև փառատոն։ Եվ փորձում ենք առողջապահությունը դիրքավորել ոչ միայն վատ օրերի եւ սթրեսի հետ կապված ինչ-որ մի ոլորտ, այլ կանխարգելիչ բժշկություն, ընտանիքի առողջություն, առողջ ապրելակերպ, հանրային առողջապահություն եւ ամենից կարևորը մեկ առողջություն, ինչը նշանակում է խոսել ոչ միայն մարդու առողջության մասին, այլ լինել բավարար գիտակից, որ խոսենք կենդանու եւ շրջակա միջավայրի, տվյալ դեպքում թույլ տվեք նշել առողջության մասին եւ այս բոլոր ոլորտների փոխկապակցվածության մասին, քանզի ամբողջ աշխարհում երկիրը հասարակությունը համարվում է քաղաքակիրթ, եթե հավասարապես հոգ է տանում մարդու, կենդանու եւ բնության մասին։ Սա ամենաբարձր հանրային առողջապահական չափման միավորն է, որով կարելի է Հայաստանը ընդհանրապես երբևէ չափել։ Մենք հակված ենք գնալ այդ ուղղությամբ, սակայն այն ամենը, ինչ մենք կազմակերպիչներս անում ենք, դրա վերջնական շահառուն սիրելի հեռուստադիտող դուք եք, ձեր ընտանիքի անդամները, ձեր բարեկամները, ընկերները, այնպես որ բոլորիս անունից այսօր երիտասարդության համար կոչ ենք անում, որ բոլոր երիտասարդները մեծ սիրով այդ 4 օրերից գոնե 1 օրը մի քանի ժամով այնտեղ կան եւ ինչպես նշեց բժիշկ Տիգրան Օգանեսյանը, մի հատ այսպես թույլ թեթև պտտվեն եւ անպայման հագեցած, հարստացած եւ մեծ ձեռքբերումներով կհեռանան այդ դահլիճից, խոր սպասումով հաջորդ տարվան։ Սիրելիներ, շատ շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, իմ առավոտը դուք ինչպես ասում են you made my day, you made my morning, դուք իմ առավոտը դարձրեցիք իսկապես առողջ, լավ գաղափարներով, առողջ մտքերով, ես ձեզ հրաժեշտ տամ, ձեզ կհանդիպեմ տաղավարում վաղն առավոտյան, իսկ ձեզ կարծում եմ աշխատանքային գրաֆիկով գրասենյակներում եւ իհարկե էքսպոյի դահլիճում։ Առողջ եղեք երկուստ էլ, ես էլ առողջ լինեմ, դուք առավել եւս սիրելի հեռուստադիտող Արեժան։